Բարև ձեզ, Շանթիու եթերը շարունակում է տեսանկյուն հաղորդաշարը, այսօր խոսելու ենք կրթությունից, կրթական համակարգից, ըստ էության բուհական համակարգից եւ ապագայի կրթությունից։ Տեսանկյան հյուրն է Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ մեր հյուրը լինելու համար, Կարեն, մինչև մայիսի 10-ը, չէ, դիմում հայտերի ընդունումը, դիմորդների եւ այն շրջանը, երբ դիմորդը արդեն հստակ կողմնորոշված է։ Ըստ այդմ, ինչպիսի պատկեր ունեք ապրիլի 15-ից սկսած։ Դե մենք վերջին տարիներին վերլուծում ենք մեր դիմորդների շարժը, դիմելու ընթացքին հետևում ենք, դինամիկային եւ ասեմ, որ այս պահի դրությամբ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ մոտավորապես այս պահին 15% եւս դիմորդների աճ ունենք եւ կարծում եմ, որ այստեղ ամենակարևոր խնդիրը այն է, որ դիմորդը ինքը հասկանա իր բուհ գնալու նպատակը, որովհետեւ դժբախտաբար մեր ընկալման մեջ բուհը միշտ դիտարկվել է որպես ծնողներին գոհացնելու, ազգի մեջ խայդառակ չլինելու կամ նմանատիպ մի հաստատություն, բայց իրականում բուհը բացառապես ժամանակակից Բայց հիմա էլ է այդպես ծնողն է թելադրում ինչ մասնագիտություն ընտրել, նախկինում հասկանալի էր։ Ծնողները ազդում են երեխայի ընտրության վրա, դա որոշակի լավ է, որովհետև ծնողները լավ ճանաչում են իրենց երեխայի եւ խառնվածքը եւ առանձնահատկությունները, բայց այսուհանդերձ պետք է հասկանալ, որ ժամանակակից բուհը ենթարկվում է կոնցեպտուալ փոփոխության։ Եթե ժամանակին բուհը դիտարկվել է որպես գիտելիք տվող կառույց եւ նաեւ մասնագետներ թողարկող կառույց, ապա այժմ բուհը տրանսֆորմացվում է, որովհետեւ տրանսֆորմացվում է աշխատաշուկան, որովհետեւ մասնագետ հասկացողությունը ժամանակակից աշխարհում փոխում է իր տրամաբանությունը։ Կարելի է այսօր կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները եւ արհեստական բանականության գործիքները մասնագետ դառնալ շատ ավելի կարճ ժամանակում։ Այսինքն որ չլինեն դիպլոմավոր գործազուրկներ։ Առաջ տեսեք, առաջ մասնագիտությունը դա տեսական եւ գործնական 10000 ժամ փորձառություն էր։ Դասական կառավարումը ասում էր, որ 10000 ժամ մարդը պետք է տեսական եւ գործնական փորձառություն ունենա, որ դառնա մասնագետ, համարվի մասնագետ։ Դա մոտավորապես 5 տարի աշխատանքային փորձն էր։ Բայց այժմ այդպես չէ, այժմ աշխարհը շատ արագ է, մասնագիտություններ ձեռք բերելը եւ մասնագիտանալը գործի մեջ շատ արագ է դարձել, հատկապես որ օգտագործելով տեխնոլոգիաները դա ոչ թե տոկոսներով, այլ անգամներով կրճատվել է այն ժամանակը, որտեղ մարդը դառնում է մասնագետ։ Եվ տեսեք, եթե ժամանակին բուհը դիտվում էր որպես մասնագետներ թողարկող կառույց, այսինքն գլխավոր նպատակը շրջանավարտի դա մասնագետ դառնալն էր, հիմա այդպես չի։ Հիմա գլխավոր նպատակը շրջանավարտի պետք է լինի շուկայում մրցունակ լինելը, որովհետև մրցունակությունը դա ձեռք է բերվում հմտությունների, կարողությունների եւ մտածողությունների համախմբով եւ մենք կոնցեպտուալ փոխում ենք մեր կրթական մտածողությունը եւ նաեւ համալսարանը եւ ամեն ջանք գործադրում ենք, որովհետեւ մենք կարողանանք ոչ թե տալ միայն գիտելիք կամ դարձնել միայն մասնագետ, այլ պատրաստել այնպիսի շրջանավարտներ, որ ովքեր աշխատաշուկայում մրցունակ կլինեն։ Լավ, 26-27 ուստարում Ժող ինստիտուտը ինչ է խոստանում ընդունվողներին, ուսանողներին եւ այսինքն ինչպիսի կրթական մոդել, եթե այն ապագայի կրթության է միտված, ապագայի հետևից ինչպես ենք անցնելու, ինչ նոր ընկալում է բերում։ Ես ասացի, որ ապագայի կրթությունը բացառապես հիմնված է լինելու ապագայում մրցունակ կադրեր թողարկելու մեջ։ Եթե բուհը կարողանա թողարկել մրցունակ կադրեր աշխատաշուկայի համար, նա կլինի իր առաքելության մեջ։ Ինչպես դա անել եւ ինչ ենք մենք առաջարկում։ Մենք այսօր մեծ պրոյեկտ ենք սկսել, որը արդեն երկու պետական կառույցների հետ համաձայնություն ունենք, այդ
դասընթաց անցկացնելու, դա Շիրակի մարզպետարանն է եւ Պեկ ուսումնական կենտրոնն է, ում հետ մենք արդեն պայմանավորվածություն ունենք այդ դասընթացները անցկացնելու։ Դա կոչվում է շրջանավարտ 2030 կամ մրցունակ աշխատուժ 2030, շրջանավարտը իր մի հատվածն է, որովհետև բուհը ոչ միայն պետք է լինի ուսանողների կրթելու կենտրոն, այլ բուհը նաև պետք է լինի աշխատաշուկայի ադապտացիայի կենտրոն, որովհետև այն աշխատուժը, որը այսօր կա եւ այն պահանջները, հմտությունների եւ կարողությունների, որը այսօր աշխատաշուկայում կա, ունեն խորը անհամապատասխանություն։ Մեր գործող աշխատուժի զգալի մասը իներտ է արհեստական բանականության փոփոխություններով պայմանավորված հմտություններով եւ կարողություններից, տեխնոլոգիաներով պայմանավորված հմտությունների եւ կարողությունների նկատմամբ եւ հետեւաբար բուհի գլխավոր առաքելությունից մեկը ապագայում դառնալու է աշխատաշուկայի ադապտացիան, այսինքն աշխատուժի վերապատրաստումը նոր իրականության պայմաններում եւ հետեւաբար մենք հիմա առաջարկում ենք 7 հմտություն, կարողություն եւ մտածողությունից բաղկացած կուրս եւ բացի դրանից մեր բոլոր դասընթացներում մեր բոլոր արդեն ասացի, որ մասնագիտությունը ապագայում շատ այդպես հարաբերական կատեգորիա է լինելու, ինչ ենք մենք առաջարկում։ Առաջինը մեր ուսանողները պետք է լինեն կատարողական, այսինքն մենք ասում ենք խնդիրներ բերողից մենք պետք է պատրաստենք խնդիրներ լուծողներ, որովհետև խնդիր բերել այսօր ոչ մի խնդիր չի ներկայացնում, դու ընդամենը կարող ես օգտագործելով տեխնոլոգիաներ եւ արհեստական բանականություն աշխարհի չափ խնդիրներ վերցնել, բայց ով պետք է լուծի այդ խնդիրը։ Իսկ խնդիր լուծելը դա մի մեծ կարողություն է, դա մի մեծ մտածողություն է, դա ներքին մոտիվացիա է, դա կատարողական վարպետություն է, դա ինքնակառավարում է։ Հաջորդը, որ շատ կարևոր ենք համարում, դա մտածողության այն ձևն է, որը կոչվում է համակարգային, այսինքն system thinking-ը, որ մարդը կարողանա համակարգեր նախագծել եւ իրագործել, որովհետեւ այսօր, եթե այն ժամանակ մի գործը արվում էր 10 մարդ ժամ, այսինքն մեկ մարդը 10 ժամում էր կատարում, հիմա կարելի է դա ավտոմատացման, թվայնացման միջոցով անել, ասենք, կես մարդ ժամ։ Հետևաբար եթե դու չունես համակարգային մտածողություն, դու ոչինչ չունես եւ մենք սա հիմնային կետերից մեկն ենք համարում մեր կողմից առաջարկվող կրթության մեջ։ Հաջորդ շատ կարևոր ուղղությունը մտածողության ձևը, որ մենք առաջարկում ենք, դա աճի մտածողությունն է եւ փոփոխությունների մտածողությունն է։ Մարդը պետք է լինի ճկուն, որովհետև այն արագությամբ, որ աշխարհը փոխվում է, մասնագիտություններն ու մասնագիտացումները փոխվում է, նաև ճկունությունը ոչ միայն ԱԲ-ի միջոցով, այլ երբ որ մարդը ուզենա փոփոխություն տեսնի, մարդը կարողանա իր հարմարավետության կոդուց դուրս գա եւ փոփոխություն առաջարկի։ Ըստ էության մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով եւ նմանությամբ, իսկ Աստծո նմանությունը դա արարչագործ բնույթն է։ Եվ հենց որ մարդը դատարում է արարելուց, ինքը իր, այսպես ասած, հարմարավետ կոդու մեջ մնում է եւ լճանում է, նա դատարում է Աստծո նմանությունը ունենալուց։ Եվ աշխարհը այդ իմաստով ամեն օր նոր բան է առաջարկում, նոր ստարտափեր, նոր գաղափարներ, նոր բիզնեսներ, նոր լուծումներ։ Եվ այս ամբողջի մեջ, եթե դու չունես փոփոխության մտածողություն եւ չունես աճի մտածողություն, դու դադապարտված ես աշխատանք չունենալու։ Հաջորդ երկու կարևոր բանը, որ մենք մեր ուսանողներին այսօր իսկ արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով մենք մեր դասախոսների հետ աշխատելով փորձում ենք դա ուսանողներին փոխանցենք, դա կոշտ եւ փափուկ հմտություններն են, եւ մենք կոշտ հմտությունների տակ հասկանում ենք տվյալահեն տնտեսություն եւ տվյալահեն կառավարում, որովհետեւ ժամանակակից տնտեսագիտությունը արդեն ցույց տվեց, որ վարկագծային տնտեսագիտությունը ինքը շատ ազդեցիկ է տնտեսագիտության մյուս կարգացևերի մեջ եւ ուսումնասիրում է մարդու վարկագիծը, իսկ մարդու ամբողջ վարկագիծը հիմնված է տվյալների վրա եւ տվյալների միջոցով պետք է որոշումներ կայացվեն։
եւ տվյալների միջոցով պետք է օրինաչափություններ բացահայտի ուսանողը, եթե ուսանողը այդ ունակությունը չունի, օգտագործելով դատան տվյալները բացահայտի օրինաչափություններ եւ այդ օրինաչափությունների մեջ նաեւ գտնի լուծումներ նույն տվյալները օգտագործելով, նա նորից ապագայում աշխատանքի լուրջ խնդիր է ունենալու եւ այս ամբողջը նաեւ մենք լիարժեք ենք դարձնում AB prompt-ի, այսինքն ինչպես ճիշտ աշխատել արհեստական բանականության հետ, AB engineering-ի հետ, ինչպես AB-ն օգտագործել նոր համակարգեր նախագծելու մեջ եւ նաեւ հիմա էլ արդեն շատ ավելի տարածվում է աշխարհում մեծ թափ է առնում AB ագենտները, դրանք աշխատողներ են, այսպես ասած, վիրտուալ աշխատողներ են, ովքեր չեն հոգնում, ովքեր քո վրա նազուտաշ չեն անում, ովքեր չերածը երածի տեղ ցույց չեն տալիս, այսինքն իրենք համակարգեր են, որտեղ իրենց գործունեության էֆեկտիվությունը երբեմն մարդկային էֆեկտիվությանը եւ շատ հաճախ մարդկային էֆեկտիվությանը գերազանցում է եւ ապագայում էլ ավելի գերազանցելու։ Մշտապես նկատելի է եղել եւ հասկանալի է ձեր վերաբերմունքը AI գործիքների կիրառման մեջ նաեւ կրթության ոլորտում, լավ, արհեստական բանականության գործիքների կիրառումը ուսանողին չի մղում չսովորելու, ծուլանալու, AI-ին ոնց որ ասած հրահանգով ես ամեն ինչը կանեմ։ Ամբողջ աշխարհում մի քանի կարևոր մեծ դիսկուրսներ կան։ Մեր համալսարանում 3 խոշոր դիսկուրս կա։ Առաջինը մոտիվացիա, թե կարգապահություն, թե դիսցիպլինա։ Մենք կարծում ենք, որ ուսանողը ունենալով բացառիկ հնարավորություն սովորելու համալսարանում, ինքը պետք է ինքնամոտիվացման ճանապարհ անցնի, որովհետև ինքը նախ վարձ է տալիս։ Ինքը պետք է դառնա ապագայի մրցունակ մասնագետ։ Ինչի պետք է դասախոսը իրեն մոտիվացնի։ Ճիշտ հակառակը, ինքը պետք է դասախոսին այնպիսի մոտիվացիոն միջավայր ապահովի, որ առավելագույնը քամի դասախոսից։ Ուրեմն Չինաստանի փորձը ցույց տվեց, որ կարգապահությունը շատ արդյունավետ, շատ առաջընթացին միտված ձև է։ Եվ այս առումով մենք այս հարցին շատ ուշադիր ենք։ Երկրորդ մենտալիտետի բնույթ չէ։ Չինացիների կազմակերպվածությունը Ես կարծում եմ որ չէ, օրինակ երբ որ մենք առաջի անգամ դրեցինք մուտքը Face ID-ով, այսինքն դեմքով ուսանողները մտնում են համալսարան, սկզբից դիմադրություն էր եւ դա նորմալ է, փոփոխություններին դիմադրում են, բայց հիմա շատ կարգապահ, շատ օրինաչափ, դա դարձել է սովորական բան։ Ես ուզում եմ ասեմ, որ մեր հայ ժողովուրդը շատ մենք կարգապահ ժողովուրդ ենք իրականում։ Ովքեր որ հայերի մասին վատ են խոսում, ես իրեն չեմ կարող հասկանալ եւ չեմ էլ ընդունում, որովհետեւ այստեղ կամքի հարց է։ Եթե կառավարող օղակը կամք դրսևորի, մենք հայերը շատ արագ ադապտացող ենք, շատ ճկուն ենք, շատ կարգապահ ենք, երբ որ տեսնում ենք, որ խաղի այլ կանոն չկա։ Ուղղակի պետք է կամք եւ վճռականություն, օրինակ, տեսեք, մեր համալսարանում շրջանավարտելիության տոկոսը 73 է։ Այսինքն 100 ուսանողից ընդունված ավարտում է 73-ը։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ արդեն 6-7 տարի հետո ինձ գրեթե էլ չեն զանգում, չեն խնդրում, ոչինչ չեն ասում, որովհետև գիտեմ, որ անշուշտ գնահատականների պատճառով են դուրս մնում, դե մենք էլ փոքր քաղաք ենք բոլորին, բայց այլևս չեն զանգում, չեն փորձում, որովհետև գիտեմ, որ դա մեր բուհի մշակույթն է։ Մեր բուհում ով լավ սովորում է, ինքը ստանում է հավելյալ զեղչեր, որը Հայաստանի ոչ մի բու չի ստանում։ Օրինակ, մենք հասարակական ակտիվություն, հետազոտություն եւ 15 մոգ ունեցող ուսանողը մեր մոտ միանգամից 30% զեղչ է ստանում։ Եթե նրա մոգը դառնում է 18, 50%։ Այսինքն, եթե ուսանողը մեր մոտ մի քիչ սովորի, մեր բուհը Հայաստանի ամենաէժան բուհն է դառնում։ Այսինքն հարուստների բու չէ։ Ինքը իհարկե, մենք առաջարկում ենք չեմ վախենում ասել Հայաստանում ամենալավ կրթական օրակարգերից մեկը, բայց վարձը ստացվում է ամենաէժաններից։ Հետևաբար, այն մարդը, ով ուզում է սովորել, ինքը այդ հնարավորությունը կգտնի։ Առավել եւս ասեմ, որ չի եղել 8 տարվա մեջ, որ ես տնօրեն եմ, որ մեր բուհից մի ուսանող վարձի պատճառով դուրս մնա։ Միշտ լուծումներ գտնվել է։ Եվ սա է պատճառը, որ ուսանողը պետք է ինքն իրան մոտիվացնի, ինքը պետք է հասկանա, որ եթե ինքը ձեռք է բերում գիտելիք, հմտություն, կարողություն,
ինքը 2030 թվականին, ինչ 2030, որտեղ 2026 թվականի ընդունվողը ավարտում 2030, ինքը շուկայում գործ կունենա։ Իսկ եթե ինքը պետք է սպասի, որ իրեն մոտիվացնեն, ինքը պետք է սովորի քննադատականի համար, ինքը պետք է առաջադրանքները կատարի, որովհետեւ այդ հանձնարարականը փագի անցնի առաջ, ինքը համալրելու է ապագայի գործազուրկների շարքը։ Ինչև շրջանավարտ 2030 որ անգործ չմնան, իսկ մինչ այդ ինչպիսի հետևողականություն կա իսկապես ձեր բոլոր շրջանավարտները անգործ չեն մնում։ Տեսեք, երբեմն դա մեր համար խնդիր է դառնում, որովհետև վիճակագրություն ունենք, որ 80%-ը 4-րդ կուրսի առաջի սեմեստրի վերջում արդեն աշխատում են, եւ ասեմ ձեզ, որ աշխատաշուկան մեզ շատ բարվոք է արձագանքել, շատ դրական է արձագանքել։ Ո՞ր մասնագիտությամբ են աշխատում, դա կարևոր է։ Մեծամասամբ, ինչի են մեզ աշխատաշուկան մեզ դրական է արձագանքել, որովհետև գրեթե չկա օր, որ ինձ տարբեր գործընկերներ, ընկերներ, տարբեր ոլորտի մարդիկ չզանգեն եւ աշխատանքի առաջարկ անեն ուսանողների համար։ Եվ մենք փորձում ենք նաև ինչ համակարգից, որ ոլորտից։ Տարբեր բոլոր ոլորտներից, եւ կառավարման, եւ ֆինանսների, եւ հաշվապահության, եւ ասեմ ձեզ, որ այս առումով քանի որ մենք մշակույթ ենք դարձրել, որ այն ուսանողը, ով չունի բավարար եւ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ, ինքը չի ավարտում համալսարանը, աշխատաշուկան հասկացել է, որ եթե այս մարդը ավարտել է տնտեսագիտական համալսարանը, ուրեմն ինքը որոշակի արժանինքներ, գիտելիքներ եւ կարողություններ եւ հմտություններ ունի։ Այսինքն այդ վստահությունը, փոխադարձ մեսեջների փոխանակությունը մեր եւ աշխատաշուկայի միջեւ այլևս իրողություն է։ Եվ արդեն շատ գործատուներ գիտեն, որ այս ժողի շրջանավարտները իրենք բավականին հաջողված կադրեր են իրենց աշխատանքի համար։ Այսինքն տեսությունից բացի տալիս եք փորձ։ Լավ, բա ինչի են շատ ձգտում գնալ Երևանյան բուհեր սովորելու։ Ծնողը երբ ասում է, որ չէ, ավելի լավ է իմ երեխան գնա Երևանյան բու, այսօր նաև հնարավորություններ կան արտերկրում սովորելու, ինչ եք խորհուրդ տալիս այդ ծնողին։ Տեսեք, ըստ էության մի քանի կրթավորակն է պատճառը, թե միջավայրն ու հնարավորությունները։ Մի քանի մասի պետք է բաժանել այս հարցը։ Հարց համար 1, սովորաբար Երևան ուղարկում են այն մտածումով, այդ հնուց եկած մտածումով, որ Երևանում կրթությունը ավելի լավ է, Երևանում հնարավորություններն ավելի մեծ է։ Միակ բանը, որ ես կհամաձայնվեմ Երևանի հետ, այն է, որ Երևանը մայրաքաղաքն է եւ Երևանում կաբերի ձևավորման միջավայրը մեծ է։ Բայց մենք այս խնդիրն ենք լուծել։ Մենք ամեն տարի մոտավորապես 20 տարբեր միջոցառումների, համահայաստանյան միջոցառումների, որ կոչվում են networking, այսինքն կապերի հաստատում եւ շփումներ։ Չկա մի էական եւ նշանակալի ֆորում, համաժողով, որ մեր ուսանողների մասնակցությունը մենք չապահովենք։ Մեր էկոնոմ վոյաժով մեր ուսանողները տարին 2 անգամ հանդիպում են Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաների հետ։ Մեր համալսարանում արդեն մի քանի նախարարներ բանախոսությամբ հանդես են եկել։ Հանդես է եկել մեր համալսարանում բանախոսությամբ նաև երկրի վարչապետը։ Այսինքն, եթե այդ կաբերը ստեղծելու մասին է մտածում ծնողը, ասեմ, որ մասնաճյուղում այդ հնարավորությունը գրեթե ամենօրյա է։ Մենք միայն վերջի 3 տարում 9 դեսպաններ ենք հյուրընկալ, 9 երկրների դեսպաններ ենք հյուրընկալ եւ նրանք դասախոսություն են ունեցել ուսանողների համար։ Ուրեմն այստեղ այս առաջին մասը։ Երկրորդ մասը, որ կարծում եմ Երևան գնալու, դա ուսանողների ձգտումն է ակտիվ ուսանողական կյանքի։ Ասեմ, որ տեսեք, մեր դաստիարակությունը Շիրակի մարզի շատ պահպանողական է։ Եվ ես ինքս օրինակ, այս մասին ես բազմից եմ ասել, իմ քրոջ երեխաները, երբ որ համալսարան պետք է ընդունվեն, եւ մենք խոսում ենք իրանց հետ, ես իրենց ասեցի, ցանկալի է, զուտ խորհուրդ եմ տվել, ցանկալի է, որ ձեր բազային կրթությունը լինի Գյումրիում, որովհետեւ 17-18 տարեկան գյումրեցին իր աշխարհայացքով եւ այլն մեծ միջավայրերի այնքան էլ պատրաստ չի, որովհետեւ մենք կոնսերվատիվ դաստիարակություն ունենք, այդպես փակ ավելի
Եվ երբ որ իրենք գալիս են համալսարան, իսկ մեր համալսարանում միջավայրը շատ պոզիտիվ, ուսանողական ակտիվ կյանք, ուսանողական խորհուրդ, ուսանողական բիզնեսներ, օգնական եւ օգնական պլյուս ծրագիր, ովքեր պրակտիկ թիմեր են բիզնեսների հետ աշխատող, երբ որ իրենք արդեն այս ամբողջ էներգետիկայի մեջ հայտնվում են, իրենք բացվում են։ Եվ ես ասացի իմ քրոջ զավակներին, որ կարող եք արդեն մագիստրը ուր ուզեք վերցնեք եւ իրենք չեն փոշմանել։ Իմ համար մեծ բեռ էր դա, որովհետեւ երբ որ դու խորհուրդ ես տալիս, մի բան է այդ պատասխանատվությունը, երբ որ դու քերեն ես, դու քո վրա ես վերցնում, եւ ես ուրախ եմ, որ նրանք հիմա երկուսն էլ լավ մասնագետներ են դարձել, եւ սա է պատճառը, որ իմ խորին համոզմամբ բակալավրը Շիրագի շրջանավարտը պետք է անցնի Շիրագում։ Մագիստրը ուր ուզում է, աշխարհի որ կետը ուզում է, որովհետև ինքը արդեն կայացած կլինի, ինքը արդեն հասուն կլինի այդ հարաբերություններին եւ ինքը կարող է արդեն իր կրթությունը շարունակի եւ զարգացնի։ Այս դեպքում ազատ են ասում եք ձեր ուսանողական կյանքը, ձեր բվում ամեն ինչ, այսինքն մոտիվացիա կա։ Այս դեպքում մոտիվացիան ուսանողը չի խառնում ազատության հետ, ազատ գրաֆիկի հետ եւ դիսցիպլինան որտեղ է մնում։ Մեր բուհում իրականում շատ ուսանողներ դժգոհում են, որովհետեւ մենք կարգապահ ենք, երբեմն իրենք ասում են, որ դա կարգապահությունից խստության է վերածվում, բայց ես այդտեղ էլ որոշակի խնդիր չեմ տեսնում, որովհետեւ այդ սահմանը զանազանելը շատ դժվար է։ Այսուհանդերձ ինչքան կարգապահ բուհը, այնքան լավ։ Ինչի՞, նաեւ մենք մի քիչ էլ մտածում ենք մեր ծնողների համար, որովհետև մեր ծնողները գիտեք շատ անհանգիստ են։ Եվ ինչքան միջավայրը կարգապահ է, այնքան իրենց մոտ ավելի մեծ վստահություն է առաջանում։ Օրինակ, մեր համալսարան մուտքը, այլոց մուտքը գրեթե անհնար է։ Այո, միգուցե լինեն բացառություններ, դե իրավիճակի պահ է, վերջը արդեն 700 ենք մոտենում ուսանողների քանակով, բայց այդ առումով շատ հանգիստ է։ Ուսանողների նկատմամբ կա հատուկ մոտեցում։ Տեսեք, փոքր համալսարանը մեծ առավելություն ունի այսօր։ Ինքը ճկուն է։ Ժամանակակից աշխարհը հիմնված է ճկունության վրա, agile գաղափարախոսության վրա։ Մենք ամենաառաջինն ենք Հայաստանում, որ բոլոր լսարաններում կիրառեցինք smart board-եր։ Մենք փոքր էինք, դա արեցինք։ Մենք առաջինն ենք շատ հարցերում։ Եվ այս առումով, երբ որ միջավայրը փոքր է, դու բոլոր ուսանողներին գիտես։ Մենք հիմա դասախոսներս, վարչական աշխատողները, բոլոր ուսանողների կարողությունները գիտենք, վախերը գիտենք, կաշկանդվածությունները գիտենք եւ մենք իրենց հետ աշխատում ենք ուղիղ։ Մենք ունենք անհատական որոշակի աշխատանք։ Մենք հիմա ունենք օրինակ վերականգնողական ծրագիրը, որ ցածր առաջադիմությամբ դուրս մնացած վերականգնված բանակից եկած ուսանողների հետ անհատապես նշանակվում են մենտորներ եւ մենտորները այս մարդկանց հետ աշխատում են, որովհետեւ այն դժվարությունները, որ իրենք ունեցել են կրթության մեջ, այդ դժվարություններից իրենց ազատեն եւ իրենց վեր բարձրացնեն, որովհետեւ գիտեք, միշտ չէ որ կարողությունից է կրթությունը։ Երբեմն մարդը կարողություն ունի, բայց տարբեր գործոնների ազդեցության ներքո ինքը կոդրվում է, հիաստափվում է եւ փոքր միջավայրը այնքանով է կարեւոր, որ իրան միանգամից բացահայտում է, իդենտիֆիկացնում է եւ իր վրա էներգիա եւ ջանքեր է դնում, որ այս ուսանողին վերադարձնի իր բնականon կրթական ընթացք։ Տեսեք, երիտասարդ սերունդ է, ժամանակից սերունդ է, արժե համակարգով, այլ արժե համակարգով ապրող սերունդ է, ճկուն է, շուտ է վերցնում փոփոխությունները, դասախոսական կազմը ինչպես է հարմարվում արհեստական բանականության կիրառմանը, այլ մոդելների կիրառմանը, այսինքն այն գիտենք, որ դասախոսը մտնում է լսարան, դասախոսությունը կարդում գնում է, այսինքն պետք է ուսանողը անպայման լինի լսարանում, լսարանային կրթությունը ինչ է տալիս, որովհետև հնարավոր է դա անել նաև այլ տարբերակով։ Հիմա on-line հարթակներում կրթությունը շատ ակտիվ տարածվում է եւ ավելի պոպուլյար է դառնում։ Մենք խորը գիտակցում ենք դասախոսների որակյալ լինելու հանգամանքը եւ մշտապես դասընթացներ են անում։ Օրինակ հենց այս բան դասախոսները անցնում են ԱԲ վերապատրաստում, աշխատանք ԱԲ հետ եւ դասախոսությունների պատրաստում, դասապրոցեսի պլանավորում, ԱԲ գործիքների միջոցով, օրինակ հենց այս պահին դասընթաց է։ Ռեարմենիայի հետ մենք այդ դասընթացը անցկացնում ենք։
Մենք ունենք մոտավորապես 20 դասախոսներ աշխարհի top 400 հեղինակություն կամ վարկանիշ ունեցող համալսարաններից, հայկական գործոն ծրագրի շրջանակներում նրանք on-line դասավանդում են մեր համալսարանում, բայց պետք է խոստովանել, որ այս ամենը դեռ իդեալական չի, բայց այստեղ մի ուրիշ բան կա, օրինակ տեսեք, երբ այդ մեր ուսանողները շատ պահանջատեր են, որտեղ Սերջիայի դասներն են մասնակցում օտարալեզու, ինքը միջազգային հիմնադրամ է, որ 1.5 ամսյա կուրսեր է ամենաառաջադեմ թեմաներով կանաչ տնտեսություն, վարքագծային տնտեսություն, տվյալագիտություն, այն բոլոր ժամանակակից թեմաները եւ հիմա շատ մոդայլ ժամանակակից տվյալագիտությունը Այո, գլխավոր դասախոսը եվրոպական հեղինակավոր համալսարանից է, սեմինար անցկացնողը մեր համալսարանից է, ովքեր լրացուցիչ վարձատրվում են Սերջիայի հիմնադրամի կողմից, եւ մեր ուսանողները անգլալեզու կուրսեր են անցնում։ Եվ երբ որ տեսնում են այնտեղ այդ բարձր մակարդակը, վարկանիշը, իրենք հետո մեր դասախոսներից պահանջը մեծանում է, եւ այն դասախոսները, ովքեր արդեն էլ չեն համապատասխանում այդ ստանդարտներին, իրենք ինքնական արդեն լքում են մեր շարքերը, այսինքն մենք ստեղծել ենք նաև մեխանիզմ, որտեղ ուսանողի որակյալ կրթություն պահանջելու ազդեցությունը ազդում է դասախոսի աճի վրա, այսինքն դասախոսի մոտիվացիայից մեկը նաև ուսանողի պահանջն է։ Այն ինչը սկզբից խոսեցինք, որ դա է ճիշտ մոդելը, եւ մենք դա արդեն դարձել ենք մեր բուհում մշակույթ։ Նաև շատ կարևոր է միջավայրը, գիտեք, համալսարանի կարևոր կոմպոնենտներից մեկը նաև փոքր լինելու մենք մեր ենթակառուցվածքները շատ արագ կարողացանք ամբողջը վերազինել եւ նորացնել ավելին 3 օր առաջ Մարալիկում երիտասարդների հետ հանդիման ժամանակ վարչապետը նաև ամրագրեց, որ մեր այգին արդեն ներկայացվել է հաջորդ փուլ, մենք դիմել ենք կառավարությանը, որ այդտեղ խելացի այգի լիներ եւ նաև ունենք արդեն այդ ուրախ լուրը, որ մեր երկրի վարչապետը հաստատեց այդ լուրը, որ ծրագիրը ընդունվել է եւ արդեն ըստ այդ սահմանված կարգով առաջ է գնում եւ հույս ունենք, որ 1-2 տարում այդ այգին էլ կամբողջականացնենք եւ ենթակառուցվածքների խնդիրը մենք արդեն կհամարենք փակված։ Այնինչ նորական, նորագույն կրթության մոդելը դուք առաջարկում եք եւ տարբերվում է, արդյոք սա կարող է լինել առաջնորդող մյուս բուհերի համար։ Տեսեք, մեր Այսինքն կարող եք ասել, որ միակն եք ու առաջինն եք, որ այսպիսի մոդել եք առաջարկում։ Ես չեմ ուզում դա ասել, որովհետեւ կրթության մեր ընկալումը այդպեսին չէ։ Մենք կարծում ենք, որ մեր առաջին լինելը, մենք երբ որ ասում ենք լավագույնների համալսարան, մենք չենք ասում բոլորից լավը։ Եվ մենք մեր ուսանողներին ենք սովորեցնում, որ լավագույնը դա բոլորից լավը չի։ Լավագույնը նա է, որ իր կարողությունները առավելագույնն է օգտագործում։ Այսինքն քո մեջ է այդ խնդիրը։ Իսկ բոլորից լավը լինելը մրցակցություն է արտաքին միջավայրում։ Մենք չենք ուզում։ Մենք գիտենք մեր ռեսուրսների շրջանակը, մենք մեր ուսման վարձի շրջանակը գիտենք եւ մեր տրված ռեսուրսներով մենք փորձում ենք առավելագույն բարիք արարել, որովհետեւ սա առաքելություն է, կրթությունը առաքելություն է, ընդհանրապես պաշտոնը Աստծուց տրված առաքելություն է, քեզ պատասխանատվություն է, որ դու դա ապահովես։ Եվ երբ որ մենք սկսեցինք այս ամբողջը անել, մեր առաքելության մեջ մենք սկսեցինք այս բարիքը արարել, շատ բուհեր, շատ բաներ մեզանից վերցրել են եւ մենք ուրախ ենք, բայց մենք չենք մտածում, որ սա միայն մեր ուսանողների համար է։ Մենք նույնչափ մտածում ենք մեր քաղաքի մյուս համալսարանների ուսանողների որակյալ կրթության մասին, մեր երկրի աշխատուժի որակյալ կրթության մասին։ Եվ մենք շատ կուզենանք, որ եթե մենք ինչ-որ բանում հաջողել ենք, մյուս համալսարաններն էլ դա վերցնեն եւ կիրառեն, եւ շատերը վերցնում եւ կիրառում են։ Եվ շատ բաներ էլ, այո, մենք հեղինակավոր համալսարաններից վերցրել ենք եւ նույն այդ կարճ կուրսերի գաղափարը, որը հիմա շատ արդյունավետ է եւ շատ մրցունակ է դարձնում մեր կադրերին, դա նույնպես միջազգային պրակտիկայում այսօր լայն կիրառություն ունի։ Հետևաբար մեր համալսարանը այսօր ոչ թե մրցակցում է որևէ այլ համալսարանի հետ, մեր համալսարանը այսօր մեր թիմը միտված է մեր ռեսուրսների, մեր կարողությունների շրջանակում ապահովել ամենավորակյալ, ամենաժամանակակից, բայց ամենակարևորը ամենամրցունակ կրթությունը։
Կարճ կուրսեր ասելով նշանակում է կրթության ժամանակահատվածը ավելի կրճատեն, ոչ թե սովորել 4 տարի, որովհետև այսօր ասում են, չէ, ինչի 4 տարի գնալ բուհում սովոր եւ կարճաժամկետ որոշակի ուսումնական ծրագրեր կան, նրանք կարող են դառնալ օրինակ հաշվապահ, տնտեսագետ եւ այլն։ Իրականում 4 տարին հիմա ես էլ եմ ոչ ֆորմալ կրթությունը շատ է ես կարծում եմ, որ 4 տարին համալսարանական կրթության համար իրոք շատ է եւ օրենքում փոփոխություն եղավ, հիմա այդ հնարավորությունը կա ավելի կրճատելու, բայց խոսքը այն մասին է, որ հիմա նաեւ օրենքը թույլ է տալիս կրեդիտների փոխանակում, այսինքն երբ դու միտեղ կուրս ես անցել եւ այդ կուրսը քո կրթության մեջ կա, դու կարող ես ներկայացնել քո հավաստագիրը եւ ազատվել այդ կուրսից։ Հիմա մենք այդ ուղղությամբ ենք շարժվում եւ դա լավ է, բայց ըստ էության մենք ակադեմիական կրթությանը պետք է զուգորդենք նաեւ այն ամենը, ինչ ես ասեցի, մտածողության փոփոխություն, կարողությունների եւ հմտությունների ակադեմիականից չենք հրաժարվելու։ Դե տեսեք, որտեղ լսարանային կրթությունը շատ կարեւոր է այսօր նաեւ։ Թիմային աշխատանքի առումով։ Խորքի մեջ ակադեմիական կրթությունը լրիվ վերափոխվում է եւ մենք վերափոխում ենք։ Մենք ամեն օր դա վերափոխում ենք եւ հիմա ավելի ինտենսիվ ջանքեր ենք գործադրելու։ Ինչի, նայեք, ժամանակին կրթությունը ինչ է եղել։ Դասախոսը ունենալով որոշակի տեղեկատվություն, այսինքն հնարավորություն է ունեցել ազգային գրադարանից, այստեղից, այնտեղից, այս աղբյուրից, այն աղբյուրից, քրկերից հավաքել նյութ, սարքել է իր դասախոսության նյութերը, լեկցիան, եւ ինքը 10-20 տարի այդ լեկցիան չի էլ փոխել։ Հիմա 10-20 օրը արդեն հին է։ Իրավացի եք։ Ուրեմն եւ լեկցիայի պետք էլ չունի, որովհետեւ եւ համացանցը, Google-ը եւ մյուս բաները, փնտրողական համակարգերը, AB-ն այնքան առատ բովանդակային նյութ է տալիս, որ այդ նյութը կարիքը չունի, ուրեմն ուսանողը այլևս համալսարան չի գալիս այդ նյութի ետևից։ Ուսանողը համալսարան գալիս է անելու, որովհետև մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք սովորողից գնում ենք մտածող, չենք ուզում միայն սովորող։ Մենք հիմա մտածող մարդու կարիք ունենք։ Երգիրը մտածող կարիք ունի, աշխարհը մտածողի կարիք ունի։ Մտածողից հասկացող մտածելը քիչ է։ Դու պետք է այնքան խորանաս, որ արդեն հասկանաս։ Եվ հասկացողից գործող կամ արարող, ստեղծող։ Հիմա մենք այս մոդելն ենք որտեղ գրել։ Եվ մենք քիչ են, օրինակ մեր մոտ, երբ որ շատ մեկ ինչ որ շատ է սովորում, ինքը շատ բարձր քննադատականներ չի ստանում։ Որովհետև կար ժամանակ մենք իրանց ասում ենք զուբրիդ, չէ՞։ Մենք փորձում ենք առավելագույնս այդ երևույթը կրճատել, որովհետև եթե հիմա ինքը շատ սովորելով քննադատական փախցրեց, հետո ինքը աշխատաշուկայում չի կարողանալու մրցունակ կադր լինել, մրցունակ մասնագետ լինել, մրցունակ աշխատող լինել։ Իսկ մեր ամբողջ կենտրոնացումը հենց մրցունակության վրա է։ Ձեզ հետաքրքիր մի հատ բան ասեմ, մենք ինքներս միայն չենք սովորեցնում, մենք էլ ենք սովորում եւ կիրառում։ Օրինակ մենք հիմա ամբողջ բուհի ավտոմատացումն ենք անում։ Մենք առաջինն ենք Հայաստանի բուհերի մեջ, ով ունի թվային վերափոխման, ավտոմատացման եւ համակարգման մասնագետ։ Որովհետեւ եթե մենք մեր ուսանողներին սովորեցնում ենք այդ նոր բաները եւ մենք չենք կիրառում, դա լավ չի։ Միայն 3 ավտոմատացված համակարգից մենք խնայել ենք 316 մարդ ժամ։ Ինչ լինում այդ ավտոմատացման համակարգը, օրինակ առաջ ասենք պահեստը, ամբողջ վերահսկողությունը S-ը, N-ը արվում էր ձեռքով, հիմա դա անում է համակարգը։ Եվ մենք խնայել ենք այս ամբողջի մեջ 316 մարդ ժամ, այսինքն 316 ժամ, որ մարդը աշխատեր, այդքան խնայել ենք։ Հիմա մի ամիս հետո մենք կունենանք բոլոր դիմումների եւ տեղեկանքների թվային ավտոմատ համակարգ, այսինքն ուսանողը մտնելով իր հեռախոսի հավելվածում, սեղմելով մի enter կոճակը, ինքը միանգամից իր տեղեկանքը կստանա իր մեյլի վրա իմ էլեկտրոնային ստորագրությամբ։ Դա լինելու է 1 տևելու է 1 վարյան եւ դա մեր աշխատողներին ազատելու է այն տեխնիկական բեռից, բայց հիմա այստեղ հարց է առաջանում եւ մեր աշխատողների մոդելը առաջանում, իրանք ասում են, «Բա մենք աշխատանք չենք ունենալու»։ Ես ասում եմ, «Ոչ, մեր ինստիտուտը այնքան հակված է զարգացմանը, որ այն ժամանակը, որ մենք ձեզ համար ազատում ենք, եթե դուք դա կդնեք զարգացման մեջ, դուք կլինեք համ գործ կունենաք, համ շատ պահանջված կլինեք, բայց եթե դուք չանեք դա,
չգնաք զարգացման ճանապարհով, չսկսեք ավելի ճգուն եւ ժամանակակից մտածել, այո չեք ունենա գործ։ Եվ ոչ միայն դուք չեք գործ ունենա, այլ բոլոր այն շրջանավարները եւ մարդիկ, ովքեր այս հմտություն կարողությունները չունեն։ Այսինքն Գյումրիում եթե մի նոր ոլորտ սկսի զարգանալ, ինչքանով եք պատրաստ վերափոխվելու այդ տրանսֆորմացիային պատրաստ լինելու մասնագետներ տալու։ Մենք բոլոր ոլորտների համար մասնագետներ տալիս ենք, այսինքն մեր համար էական չի ինչ ոլորտ, մեր համար կարևոր է, որ այդ ոլորտի պահանջը լինի հստակ ձևակերպված, որովհետև ել եմ ասում, օրինակ մեր կառավարման մասնագետները, մենք հիմա ավելի քան 60 ընկերությունների հետ օգնական պլյուս ծրագիրն ենք անում, մեր ուսանողները գնում են այդ ընկերություններում եւ աշխատում են այնտեղ սիմվոլիկ 1 դրամով 2 ամիս։ Իրենք փորձնակ չեն, իրենք աշխատող են, իրենք ստանում են հստակ առաջադրանքներ եւ անում են առաջադրանքներ։ Մենք ունենք օգնական պլյուս ծրագիրը, որ 5 հոգանոց թիմեր է ձևավորվում եւ բիզնեսը բերում է իր խնդիրները, մերոնք այդ խնդիրները լուծում են։ Հիմա մենք գրեթե բոլոր կուրսերում տալիս ենք պրոյեկտներ։ Այսինքն առաջադրանքը մենք դասախոսների առաջ պահանջ ենք դրել։ Բոլոր առաջադրանքները տալ այնպես, որ ուսանողը ինչ-որ բան անի։ Հիմա մենք այս վերջի անգամ որոշում կայացրինք եւ առաջիկայում սեպտեմբեր ամսից ինք ամբողջապես ներդնելու ենք։ Հիմա պիլոտ ենք անում մի քանի խմբերի համար։ Սեմինարի դասախոսի կամ ուսանողի պատասխանելու process-ը պետք է լինի ոչ ավել դասաժամի 30%-ը։ Դասաժամի 70%-ը սեմինարի ժամանակ ուսանողը պետք է ինչ-որ բան անի, խոսել չի, անի։ Ինքը պետք է անի արդեն։ Եվ սա է կրթության առանցքը եւ սա է կրթության ապագան։ Ամփոփենք, ավարտենք։ Ձեր ընդունելության նվազագույն շեմը 24-ն է։ Սա չի կրճատում ձեր դիմորդների հոսքը եւ տեղերը նախարարությունը քանի տեղ է հատկացրել պետպատվերով եւ վճարով։ Մենք հիմա ունենք 135 տեղ, վերջի տարիներին, վերջի 5 տարին մենք 135 տեղ ենք հայտարարում։ Չի փոփոխվում 135։ Չենք փոփոխել եւ մենք չենք փոփոխել հետեւյալ տրամաբանությամբ։ Սա մեր կողմից մի փոքր խորամանկ քայլ է, չագերտներով խորամանկ։ Տեսեք, մեր կրթահամակարգը այնպեսին է, որ պետությունը մեր օրենսդրությունը այնպեսին է, որ բուհը չի սահմանում իր շեմը։ Այսինքն, եթե կա ազատ տեղեր, 2 դրական 8 ստացող ուսանողը, այսինքն գումարային նույնիսկ 15, 7.5, ինքը ընդունվում է համալսարան։ Եվ դա վատ է։ Ինչի, որովհետև շատ դժվար է ցածր գնահատական ունեցող ուսանողին եւ բարձր, ասենք 15 եւ 40 գնահատականներ ունեցողին նույն կրթությունը տալ, շատ դժվար է։ Եվ մենք ինչ ենք անում, մենք չենք ավելացնում մեր տեղերի քանակը։ Բայց գուցե կրթական որակով մակարդակով չեն տարբերվում 8 տարի շարունակ եւ 40-ը տարբերվում են, հնարավոր չի 2-ին համաչափ կրթություն տալ, հնարավոր չի, մի քիչ սանդղակը բարձր ես դնում նրանց համար հետաքրքիր չի, մի քիչ իջեցնում ես նրանց համար հետաքրքիր չի։ Եվ մենք ինչ արեցինք, մենք չավելացրեցինք տեղերը, մեր դիմորդները 7 տարի անընդմեջ աճել են։ Դա Հայաստանում ռեկորդային ցուցանիշ է եւ մենք գիտենք, որ հույս ունենք, որ այս տարի էլ առաջնահատված էլի կաճի եւ այո 24-ը շատ լավ շեմ է։ Այսինքն, եթե մարդը ուզում է գալ մեր միջավայր, դառնալ մեր ընտանիքի, մեր մեծ ընտանիքի անդամ, այո, նա պետք է ավելի ջանասեր լինի, նա պետք է ավելի աշխատասեր լինի, մի քիչ ավելի հավաքված եւ կենտրոնացված լինի։ Մենք չենք ուզում մեր համալսարանում տեսնել մարդկանց, ովքեր սորվելու նկատմամբ սեր եւ հակում չունեն։ Եվ այո, ամբողջ աշխարհում կան բարձր վարկանիշ ունեցող համալսարաններ, միջին վարկանիշ ունեցող համալսարաններ եւ ցածր։ Մենք դիրքավորվել ենք բարձր վարկանիշ ունեցող համալսարանների շարքում։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Տեսանկյան հյուրն էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։